Գիրանց գյուղի նոր խաղադաշտում ֆուտբոլային հերթական հանդիպումն էր այս անգամ Սարիգյուղի, Բերքաբերի, Կիրանցի ու Ծաղկավանի դպրոցականների մասնակցությամբ։ Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպվել էր ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանին։ Նպատակ կա շարունակական դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցականների մասնակցությամբ առաջնությունները, որոնք նաև առիթ կստեղծեն հիշելու զոհված տղաների սխրանքները։ Սահմանամերձ Կիրանց գյուղում դպրոցի բացումից հետո, երբ որ այս փոքրիկ խաղադաշտը նաև կառուցվել էր, մեր ակումբը նպատակ էր դրել հենց սահմանային այս բնակավայրում նման միջոցառում անցկացնել եւ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի մեր նահատակ հերոս Աբգար Նազարյանի ընտանիքն էլ արձագանքեց մեզ, որ մենք այս միջոցառում անենք եւ համատեղ ուժերով, համատեղ ջանքերով կազմակերպեց այս գեղեցիկ մրցաշարը եւ այս միջոցառումը բացի ֆուտբոլայինը նաեւ սոցիալական ազուտ են առումով, որ մենք սահմանամերձ գյուղերի դպրոցների երեխեքի համար կարեցանք այսպես մի հատ միջոցառում ունենք։ Աբգար Նազարյանը ծնվել է Կիրանց գյուղում, հետմահու պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում մարտական ծառայություն մեդալով։ Մրցաշարը կրում է Աբգար Նազարյան անունը, այսինքն Աբգար Նազարյան գավաթ, Աբգար Նազարյանը իմ որդին, մեր 44-օրյա պատերազմի հերոսներից մեկը եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս գյուղում, հարևան գյուղերում սպորտային եւ մնացած կյանքը ավելի ակտիվ լինի, ավելի աշխուժ լինի։ Միջոցառումը հիմա էլ որ նայում եմ երեխեքի ուրախությունը, հույզերը, պայքարը, կիրքը հասկանում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որ այս մրցաշարը կազմակերպել եմ եւ հուսով եմ, որ կդառնա ամենամյա ավանդական մրցաշար։ Պայքար ու մրցակցությունն արդյունքում Աբգար Նազարյան գավաթը ստանում է Սարիգյուղի թիմը։